Տիկին Թաշյան, երբ պետք է դիմել գաստրոենտերոլոգի։ Սովորաբար, երբ որ հիվանդները դիմում են, նրանք ոչ թե իրենց ախտորոշված հիվանդություններով են դիմում, այլ դիմում են որոշակի սիմպտոմով։ Հիմա ես նշեմ, որ ավելի պարզ լինի, որ սիմպտոմների դեպքում պետք է դիմել բժիշկ գաստրոենտերոլոգի։ Վերևից սկսենք։ Եթե բերանում ունեք տհաճ համի հոտի զգացողություն, եթե ունեք բերանից տհաճ հոտ, եթե դուք ունեք բերանում դառնահամություն, թթվահամություն, եթե առավոտյան արթնանում եք եւ ձեր բերանում դառնության զգացողություն կա, այստեղ կուզեի նորից ես հիշեցնեի, որ բերանում դառնությունն դա լյարդի լեղապարկի հիվանդության նշան չի, դա դեր ստամոքսի, կերակրափողի, բորբոքման, ռեֆլուքսային հիվանդության մասին է խոսքը։ Հաջորդը, իջանք ներքև, կերակրափողում ցավային զգացողություններով, պարկելուց այրոցի զգացողության արկայության դեպքում, ստամոքսում ցավի զգացողություն, աղիներում ցավ, կամ սովորաբար երբ դուք հաց եք ուտում, այդ կարծես ստամոքսում ցավի զգացողություն անցավ, դա նույնպես դիմում են գաստրոենտերոլոգի, որտեղ դա կարող խոցային հիվանդության նշան է լինել։ Եթե դուք ունեք քրոնիկ փորկապություն, ունեք քրոնիկ փորլուծություններ, եթե դուք ունեք ոչ վարակային տիպի ալերգիկ ցանավորումներ, մեր մաշկի վրայի արտահայտվող ցաները, դրանք բոլորը մեր ներքին օրգանների հայելին են։ Ինչ ձեր ներսում կատարվում է, դա արտահայտվում է ձեր մաշկի վրա, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտների ձևով, ալերգիկ ցանավորումների ձևով, էկզեմայի ձևով, այնպես որ ցաների դեպքում նույնպես դիմում ենք բժիշկ գաստրոենտերոլոգի։ Հաջորդ խնդիրը, եթե դուք երկարատև ստանում եք դեղորայքներ, քիմիական դեղորայքներ, ստանում եք քիմիոթերապիա, ճառագայթային բուժում, որից հետո նույնպես դիմում ենք բժիշկ գաստրոենտերոլոգի, որպեսզի վերականգնենք մեր աղեստամոքսային տրակտի օրգանները, ընդ որում լյարդը, ստամոքս, դրանք շատ կարևոր են։ Այնուհետև, երբ դուք ունեք երկարատև կրկնվող դիարեաներ, լուծեր կամ ուղիղ աղոց ունեք լորձի եւ արյան հոսք, եւ կարող եք դիմել օրինակ քրոնիկ հազի դեպքում, հիմա կզարմանաք, թե ինչու դիմենք քրոնիկ հազի դեպքում բժիշկ գաստրոենտերոլոգի, այո, եթե դուք ժխտել եք թոքերի, բրոնխների հետ կապված, սրտի հետ կապված խնդիրները, որոնք կարող են հազ բերել, ապա պետք է նաև ստուգել ձեր կերակրափողը, այսինքն այրոցը կարող է արտահայտվել նաև քրոնիկ հազի ձևով։ Սա նույնպես շատ կարևորագույն սիմպտոմ է։ Եվ իհարկե սիմպտոմներից կամ հիվանդություններից, որով դուք կարող եք դիմել, դա նաև պարազիտագրություն է, ժողովրդի ասած ճիճվագրությունը, որը նույնպես շատ ակտուալ թեմա է եւ պետք է անպայման ձեր օրգանիզմը դուք ազատեք այդ պարազիտներից։ Ես նշեցի այն հիմնական խումբը սիմպտոմների, հիվանդությունների որոշակի, որով դուք կարող եք դիմել բժիշկ գաստրոենտերոլոգի։